Բարև ձեզ, այսօր մեր հյուրն է Շվեդիայի թագավորությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աննա Աղաջանյանը։ Զրուցելու ենք հատկապես Եվրոպայի հետ Հայաստանի խորացող հարաբերությունների մասին։ Բարև ձեզ, Տիկին Աղաջանյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շատ շնորհակալ առաջարկի համար։ Տիկին Աղաջանյան, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերջերս այցելել էր Դանիա, հանդիպել իր գործընկերոջ հետ։ Օրակարգում էին Դանիա-Հայաստան երկկողմ հարաբերությունները եւ դրանց զարգացման հեռանկարը, այլ բարձրաստիճան հանդիպումներ են եղել այլ երկրներում։ Ինչպես եք գնահատում Հայաստանի եւ այդ երկրների երկկողմ հարաբերությունները եւ առաջիկայում գործակցության ընդլայնման ինչ ծրագրեր կան։ Շնորհակալություն։ Այո, դուք ճիշտ եք, վերջին 1 տարվա ընթացքում տեղի ունեցան արտգործնախարարի այցերը Հյուսիսային Եվրոպայի 5 երկրներից 4-ը։ Մեր դեսպանությունը տեղակայված է Ստոկհոլմում, բայց մենք պատասխանատու ենք ռեգիոնալ դեսպանություն ենք բոլոր Հյուսիսային եվրոպական երկրների համար։ Այցերից առաջին այցը տեղի ունեցավ նստավայր երկիր Շվեդիա, անցած նոյեմբերին, որից հետո գնաց Ֆինլանդիա, որից հետո փետրվարին տեղի ունեցավ այց Նորվեգիա եւ հիմա Դանիա։ Եվ ամենտեղ հանդիպումները տեղի ունեցան բնական արտգործնախարարների հետ, այն երկրներում, որտեղ կա համապատասխան նախարար, նաեւ Եվրամիության հարցերի համագործակցության պատասխանատու նախարարի հետ, խորհրդարաններում նախագահների եւ հանձնաժողովների հետ, Ֆինլանդիայում նաեւ նախագահի հետ, վարչապետի հետ, եւ մենք ամենտեղս հնարավորությամբ փորձում էինք նաեւ հանդիպում կազմակերպել քաղաքական հասարակության հետ կամ գիտահետազոտական կենտրոնների հետ, այցելություններ նաեւ մի քանի տեղ խոշոր արդյունաբերական ընկերություններ եւ պետք է ասեմ, որ իսկապես շատ հետաքրքիր էր եւ շատ հետաքրքիր էր նայել զարգացումը այս 1 տարվա ընթացքում այցերի հետաքրքրության եւ արդյունքների։ Պետք է ասել, որ իրոք Հյուսիսային Եվրոպայի երկրները եւ որպես երկրների խումբ, այսինքն Հյուսիսային Եվրոպա հնգյակ, Nordic հնգյակ այսպես ասած, եւ ամեն մեկն անհատապես իսկապես շատ հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցելով տարբեր բնագավառներում, լինի դա ժողովրդավարական ինստիտուտների զարգացում, լինի դա տրանսպորտային, հիմա արդեն այս կոնտեքստը, լինի դա արդյունաբերական զարգացում, լինի դա նաեւ ներդրումային բնագավառ եւ այլն։ Կոնկրետ Դանիայի պարագայում մենք ստորագրեցինք արտգործնախարարությունների խորհրդակցությունների մասին փոխըմբռնման հուշագիր։ Մենք անշուշտ ունենք խորհրդակցությունների ինստիտուտը բոլորների հետ, բայց դա նաեւ հիմա դրվել ավելի ինստիտուցիոնալ մակարդակի վրա, ինչը նաեւ վկայում է, որ կա քաղաքական երկխոսության ընդլայնման եւ զարգացման շատ լավ հնարավորություն, եւ դա բոլոր երկրներում։ Մենք ունենք կանոնավոր խորհրդակցություններ, մի տարի Հայաստանում, մի տարի համապատասխան երկրում, հիմա այս տարի կարծեմ արդեն հերթն է, որ բոլորը կան այստեղ մեր երկրներ։ Կոնկրետ որ ոլորտները կառանձնացնեք գործակցության, որովհետև տնտեսությունն է առանձնացվում, էներգետիկան, տրանսպորտը, առևտրի դիվերսիֆիկացիան, դուք էլ գուցե հավելեք։ Բոլոր այդ ոլորտները բնականաբար, ես չի ասի, որ մեր առևտուրը շատ մեծ է տարբեր պատճառներով, հիմնականում իհարկե օբյեկտիվ, որովհետև պիտի կասնիվ լինենք բավական հեռու են իրարից մեր տարածաշրջանները եւ կա տրանզիտի եւ խնդիր, կա նաեւ անշուշտ շուկաներ ներթափանցելու խնդիրը, բայց անցյալ չէ այս ապրիլին այստեղ Ստոկհոլմում տեղի ունեցավ իսկապես շատ մեծ բիզնես սեմինար, որ մենք կազմակերպեցինք ԱԳՆ-ի, Շվեդիայի ԱԳՆ-ի հետ համատեղ եւ Հայաստանի ներդրումների խրախուսման կենտրոնի հետ միասին։ Իսկապես պիտի ասեմ շատ մեծ հետաքրքրություն էր, շատ տարբեր բնագավառների ընկերություններ, սկսած էներգետիկայից, հանքարդյունաբերություն, բժշկական սարքավորումներ, տրանսպորտային ընկերություններ, շատ մեծ էր հետաքրքիր եւ բնականաբար բարձր տեխնոլոգիա, որովհետեւ նաեւ որպես բանախոս մասնակցեց բարձր տեխնոլոգիաների փոխնախարարը Հայաստանից։ Սեմինարի արդյունքում եւ սեմինարից հետո որոշ ընկերություններ հետաքրքրություն արտահայտեցին Հայաստան այցելելու եւ կարծեմ հուսամ,
բավական հետաքրքիր ծրագրեր կարող են զարգանալ, կա նաև էներգետիկայի բնագավառի զարգացումը, որը կարող է հետաքրքիր լինել։ Ես հիմա չեմ կարող մանրամասներ ասել բախտաբար, որովհետև բնականաբար գործընթացներ են, բայց ինձ թվում է բավական հետաքրքիր է լինելու շուտով։ Դա Շվեդիայի առումով մենք նման սեմինար ենք նախաձեռնել պատրաստում հուսամ հաջորդ տարվա առաջին կեսին տեղի կունենա նաև դանիական կողմի հետ եւ փորձում ենք սկսել արդեն Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի ամեն երկիր ունի անշուշտ իր սպეციფიკան բոլորը այս երկրները բոլորը իսկապես հսկայական օգնություն են տրամադրում Հայաստանին տարբեր բազմադոնոր ֆոնդերի միջոցով ԵՄ եւ Եվրախորհրդի ծրագրերի միջոցով Նորվեգիան օրինակ Եվրախորհրդի գործողությունների ծրագրի Հայաստանի գործողությունների ծրագրի իրականացման ամենամեծ դոնորը։ Ինչ վերաբերում է Շվեդիայի զարգացման հիմնադրամը SIDA-ն այս պահի դրությամբ Հայաստանում ամենամեծ դոնորն է եւ ուշագրավ է, որ քանի որ SIDA-ն կրճատում է իր ծրագրերը աշխարհի տարբեր մասերում, դա եւ հատուկ ընդգծում է, դա չի վերաբերում Հայաստանին, ճիշտ հակառակը։ Հայաստանին տրամադրվող օգնությունը եռապատկվում է եւ Ուկրաինայից հետո հաջորդը մենք ենք։ Օգնության ստացող դա ուղղված է հիմնականում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, բարեփոխումներին եւ նման ծրագրերի։ Մեծ թափով զարգանում են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները։ Դեկտեմբերի սկզբին էլ ընդունվեց Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, որը վկայում է երկու կողմերի հանձնառությունը խորացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Ինչպես են Դանիան, Սկանդինավյան մյուս երկրները գնահատում այս քայլերը եւ որքանով են պատրաստ նպաստել Հայաստանի եվրաինտեգրման ջանքերին։ Մեծ հետաքրքրությամբ, չեմ սիրում այդ բառը, բայց խանդավառությամբ եւ իրոք պատրաստ են ամեն կերպ աջակցել։ Ես նշեցի, որ ամենտեղ հանդիպում է տեղի ունեցել նաեւ եվրոպական եւ ԵՄ հարցերով նախարարների հետ։ Քննարկվել է կոնկրետ բնագավառներում աջակցությունը եւ ես ուզում եմ նաեւ նշել, որ Եվրամիության դիտորդական առաքելությունում EUMA-ում Շվեդիան եւ Ֆինլանդիան ունեն ամենամեծ ներկայացվածությունը, որը ի սկզբանե շատ մեծ էր, եւ այս երկրները նաեւ պատրաստ են աջակցելու առաջ տանելու մեր շահերը, մեր դիրքորոշումները ԵՄ ներսում։ Քանի որ Հյուսիսային Եվրոպայի սպეციფიკան առանց մեծ աղմուկի գործաներն է։ Կլիշե է, բայց այդպես է փաստացի, բավական հետաքրքիր ձևով իրենք մեզ հետաքրող հարցերը փորձում են առաջ տանել եւ փորձում են սատարել Եվրամիության ներսում հնարավորությունների սահմանների իհարկե։ Եվ ես կարծում եմ, որ դա էլ ավելի կզարգանա, որովհետեւ դա նաեւ արդեն ռեգիոնալ հյուսիս եվրոպական բալթյան երկրներ ձևաչափով կարող է արվել։ Տիկին Աղաջանյան, դուք էլ նշեցիք, որ մեր եվրոպացի գործընկերները շարունակաբար աջակցում են Հայաստանի ժողովրդավարական ջանքերին, քայլերին եւ զարգացմանը։ Օրինակներից մեկը նշեմ, Հայաստանն ընդգրկվել է Դանիայի նախաձեռնած 2023-26 թվականների նոր ժողովրդավարության հիմնադրամի ծրագրում։ Ինչ է ենթադրում այս նախաձեռնությունը եւ ինչ այլ ծրագրեր կան այս ուղղությամբ, բացի ձեր նշածներից։ Նաև այն բնագավառներն է, որ ես արդեն նշեցի, դա մեծ աջակցություն է երկրում տեղի ունեցող բարեփոխումներին, պետական եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, դրա հետաքրքիր վկայությունն է Կոպենհագենում ես նշեցի, որ նաև հանդիպում տեղի ունեցավ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, դրանց թվում էին այն ինստիտուտները եւ այն հաստատությունները, որոնք արդեն աշխատում են Հայաստանում, լինի դա մարդու իրավունքների կենտրոն, լինի դա Դանիայի մշակութային ինստիտուտ, որը մշակութային միայն ծրագրերով չի զբաղվում, նաեւ ընդհանուր զարգացման ծրագրերով է զբաղվում, փախստականների կոմիտե եւ այլն։ Իսկապես ամեն բնագավառում փորձում են օգնել։ Ես կուզեմ նաեւ նշել, որ Լեռնային Ղարաբաղի տարհանման օրերին առաջին երկրները, որոնք արձագանքեցին, հենց Հյուսիսային Եվրոպայի երկրներն են եւ օգնություն տրամադրեցին մեր փախստականներին եւ շարունակում են օգնություն տրամադրել։ Բայց դրա հետ կա նաեւ օրինակ Նորվեգիան հիմա տեխնիկական աջակցություն է տրամադրում COP17-ի կազմակերպման
գործով օրինակ, հա, եւ կա շատ հետաքրքիր համագործակցության ծրագիր Շվեդիայի խորհրդարանի Riksdag-ի հետ, երկու ծրագիր կա։ Մենք արդեն ունեինք ժամանակակից խորհրդարան ժամանակակից Հայաստանի համար ծրագիրը, բայց այս տարվանից նաև մեկնարկեց երկու երկրների խորհրդարանների ժողովրդավարության հարցում համագործակցության ծրագիրը, որը երկրորդն է Riksdag-ի պատմության մեջ, առաջինը իրականացվեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ եւ հետաքրքիր փորձ էր եւ այս տարի Riksdag-ը որոշում ընդունեց 2 տարով այդ ծրագիրը նաև իրագործել Հայաստանի հետ։ Երկու խորհրդարաններում ստեղծված են համակարգող խմբեր, այսպես ասած, steering committees, որոնք ղեկավարում են համապատասխան խորհրդարանների փոխնախագահները, ընդգրկված են բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներ եւ տարին 2 անգամ տեղի ունենում փոխայցելություններ, ընթացքում սեմինարներ, քննարկումներ կոնկրետ թեմաների փորձի փոխանակում եւ այստեղ կարեւոր է փոխանակում բառը, որովհետեւ նաեւ մեր փորձն է բավական հետաքրքիր Riksdag-ի համար։ Դա էլ իսկապես այն փաստը, որ բոլոր երկրներից ընտրվեց Հայաստանը, որի հետ արդեն մեկ ծրագիր կար, վկայում է, որ իրոք շատ մեծ հետաքրքրություն կա եւ շատ մեծ ցանկություն կա օգնելու։ Ունենք բավական հետաքրքիր twinning ծրագրեր, օրինակ Ֆինլանդիայի հետ կրթական բնագավառում կա այդ նման ծրագիր։ Ֆինլանդիայի հետ կա նաեւ համապարփակ անվտանգության համակարգի ստեղծման ուղղված համագործակցություն, որը էլի բավական մեր համար նոր կոնցեպտ է, բայց Հյուսիսային Եվրոպայում շատ ընդունված եւ շատ հետաքրքիր, այսինքն ողջ հասարակությունը մասնակցում է անվտանգության ապահովմանը։ Շատ հետաքրքիր կոնտեքստ է իրականում։ Օրակարգային կարևոր թեմաներից է նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը։ Ինչ հնարավորություններ է տեսնում եվրոպական կողմը Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո եւ ինչ դերակատարում է տեսնում իր համար Եվրոպան նպաստելու այդ խաղաղության ջանքերին, ինչպես նաև հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Գիտեք, այս պահին ես չեմ կարող խոսել ամբողջ Եվրոպայի անունից, ես կարող եմ միայն խոսել Հյուսիսային Եվրոպայի բառերով։ Լույթը հաշվի առնելով եւ պատմությունը հաշվի առնելով Հյուսիսային Եվրոպայի եւ նաեւ հաշվի առնելով, որ դեռևս 90-ականներին մեծ մասնակցություն է ունեցել շվեդական կողմը, ֆիննական կողմը, նաեւ բանակցությունների Մինսկի խմբի ստեղծմանը, անուններ, որոնք այն ժամանակ բոլորի սականջին էին, հա, Յան Էլիասոնը, Հեգի Տալվիտին, Մարտի Ախտիսարին, նրանք բոլորը ինչ որ չափով նպաստ են ունեցել խաղաղարար ջանքերին այդ ժամանակ Մինսկի խմբի ստեղծմանը նաև լուրջ մասնակցություն է ունեցել մեր հավատարմագրման տարածաշրջանը։ Եվ հիմա էլ այդ ամենը հաշվի առնելով եւ իրենց ընդհանուր հասարակության մոտեցումները, քաղաքականությունը հաշվի առնելով Հյուսիսային Եվրոպայի երկրները իրոք թե գործով, թե խոսքով պատրաստ են աջակցել խաղաղության ուղղված ցանկացած ջանքի եւ իսկապես հետաքրքրված են նաեւ կոմունիկացիաների վերականգնմանը մասնակցելով եւ հաշվի առնելով փորձը տարածաշրջանային համագործակցության, ես չեմ կարծում, որ կարելի է ուղիղ անշուշտներով օգտագործել այս փորձը մեր տարածաշրջանում, այնուամենայնիվ ինչ որ տարրեր կան մոտեցումներ, որոնք կարելի է նաև ուսումնասիրել քաղաքական տեսանկյունից, բայց նաև ես վստահ եմ, որ երբ սկսվի արդեն կոնկրետ ենթակառուցվածքային զարգացման գործընթացը այս երկրներին բավական հետաքրքիր եւ հաշվի առնելով զարգացած ենթակառուցվածքը ես չեմ կարծում, որ դա լինի ամենավաղ փորձը համար։ Տիկին Աղաջանյան, շատ խոսեցինք նաև Հայաստան-Նորդիկ-Բալթյան ձևաչափից, դուք որոշ շեշտադրումներ արեցիք, ուզում էի ճշտել ինչ-որ գուցե ակնկալիքներ կան կամ ծրագրեր կան, որոնց դեռ չանդրադարձաք, հիմա անդրադառնանք։ Կոնկրետ ծրագրեր դեռ չկան, դա շատ սահմանային վիճակում է դեռ, բայց Հյուսիսեվրոպական Բալթյան այս ությակը եւ առանձին եռյակ պլյուս հնդյակ հետաքրքիր ձևաչափ են նաև մեր համագործակցության համար եւ հետաքրքրությունը արդեն առաջանում է նաև Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներից։ Առաջին հանդիպումը տեղի ունեցավ մեր արտաքին գործերի նախարարի եւ այդ 8 նախարարների կամ տեղակալների նայածով էր ներկա անցյալ տարի ՀԿ գագաթնաժողովի նախարարական հանդիպման շրջանակներում եւ հունվարին Հայաստան այցելեցին խորհրդարանների նախագահները
ինչը շատ մեծ բան է, որովհետև այդ 8 խորհրդարանի նախագահներին միտեղ հավաքել եւ 2 օրով Հայաստան այցելություն կազմակերպելը հեշտ չէ, իրենք ինքներն էին ընդունում, որ բավական անսպասելի էր, որ բոլոր ասցին, այո, մենք 2 օրով գալիս ենք Հայաստան եւ շատ տպավորված էին եւ դա շատ օգտակար էր նաեւ խորհրդարանների հետ համագործակցության զարգացմանը, բայց նաեւ խորհրդարանում ավելի մեծ ըմբռնում ապահովելու ուղղությամբ։ Ամռանը տեղի ունեցավ արտգործնախարարությունների քաղաքական տնօրենների այցը, որի ընթացքում լուրջ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին եւ դրա հիման վրա կարծում ենք, որ արդեն նոր եւ ավելի ակտիվ զարգացում կունենա այդ ձևաչափը։ 2026 թվականի մայիսին տեղի է ունենալու Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը, Երևանում նաև նախատեսված է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Ինչ է սա նշանակում Հայաստանի համար եւ ինչպես կարող է նպաստել եվրոպական կողմի հետ Հայաստանի հարաբերություններին։ Հայաստանի համար սա նշանակում է առաջին հերթին հսկայական աշխատանք, որովհետև այս տարի գագաթնաժողովը Կոպենհագենում էր եւ մենք նաեւ փորձի փոխանակում եւ օգնություն եւ տեխնիկական եւ տարբեր այլ խորհրդատվություն ենք ստանում դանիական կողմից, որտեղ պայմանավորվածություններ ձեռք բերվել, հսկայական աշխատանք է։ Իսկապես մենք այս կողմից նոր կողմի, այսպես ասած, տեսանկյունից որ նայեցինք, շատ հետաքրքիր էր եւ շատ համապարփակ դա աշխատանք է։ Բայց անշուշտ այդ աշխատանքի արդյունքը պետք է լինի Հայաստանի ավելի բնականաբար ինտեգրումը եվրոպական ընտանիքում, կարելի է այսպես ասել, փաստը, որ բոլոր հնարավոր տարբերակներից ընտրվեց Երևանը որպես գագաթնաժողովի քաղաք, մայրաքաղաք, նաև ցույց է տալիս, որ մեծ հետաքրքրություն կա այսօր Հայաստանի նկատմամբ, մեծ վստահություն կա այսօր Հայաստանի նկատմամբ եւ եվրոպական բոլոր երկրների ղեկավարների ներկայությունը ինձ թվում է շատ կնպաստի նաև մեր երկիրը ավելի լավ հասկանալուն եւ ես վստահ եմ ձեռք կբերվեն նաև երկկողմ հետագա համագործակցության զարգացման շուտ պայմանավորվածություններ, որովհետեւ ինքնին այդ գագաթնաժողովը շատ ոչ ֆորմալ բնույթ է կրում եւ շատ հետաքրքիր ձևի են ընթանում քննարկումները եւ զրույցները։ Շնորհակալ եմ Տիկին Աղաջանյան այս հնարավորության համար։ Ես եմ շատ շնորհակալ։ Շնորհակալություն ձեր հարցերի համար։ Մեր հյուրն էր Շվեդիայի թագավորությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աննա Աղաջանյանը։ Շնորհակալ եմ մեզ հետևելու համար։